փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել։ Այսպես է անդրադարձել Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանը, մասնավորապես ընդդիմադիր դաշտի առաջնորդների դեմ հարուցված գործերին եւ իր տանը արդեն երրորդ անգամ իրավապահների իրականացրած խուզարկությանը։ Նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմադիրների դեմ կիրառվող բոլոր ճնշումներն ու սահմանափակումները բացառապես քաղաքական նպատակներ են հետապնդում, սակայն դրանք չեն կարող կոտրել իրենց կամքը։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, Կարապետյանը խստորեն դատապարտել է իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը, զգուշացնելով, որ երկիրը այսպես միտումնավոր կերպով նոր ցնցումների ու թշնամանքի առջև է կանգնելու։ Մենք դեռ չենք մարսել են մի թշնամուն։ Ինչու է նոր թշնամի ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլ իր թիկնապահներով քայլելու է։ Էդի մեր ժողովրդի հաշվին է։ Հիմա այն մարդիկ, ովքեր իրան ծափ են տալի, հարգելի հայրենակիցներ, ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալի, ասում է, տեսեք ինչ, չգիտեմ, հակայս երկրի քայլ արեց բան, նույն մարդիկ ծափ էին տալի 2020 թվականի պատերազմից առաջ։ Պարոն Կարապետյան, բայց ու բերեց այդ հետևանքների, չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել։ Աշխարհի հետ պետք է հավասարակշռված, որ երկրորդ անգամ չառերեսվենք նրան, ինչ որ առերեսվեցին։ Խոսելով ազգային ժողովի կանոնակարգի խախտմամբ կաթողիկոսին չհրավիրելու եւ 9-րդ գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստին նրա մասնակցությունը չապահովելու մասին, Կարապետյանը դա անթույլատրելի է որակել ու նշել, որ իրենք իրենց թիմով մտադիր են Կիրակի հանդիպել կաթողիկոսին ու ստանալ նրա հայրապետական օրհնանքը։ Մեր եկեղեցու համանդրությամբ գրված է, որ կաթողիկոսը պետք է լինի այնտեղ։ Կաթողիկոսը ընտրվում է հատուկ ձևաչափով, որը ունիկալ է աշխարհի եկեղեցիների մեջ, բոլոր եկեղեցիներում։ Կաթողիկոսին ընտրում է միայն կրոնական առաջնորդները։ Գրեթե բոլոր հայկական եկեղեցում կաթողիկոսին ընտրում է ամբողջ հայությունը, ամեն 15000 մարդուց մեկը, ու այդ պատճառով ինքը ունի լեգիտիմ իրավունք, նա մեր վեհապարն է ու մի քաղաքական գործիչ իրավունք չունի խառնվելու կաթողիկոսի կամ ընդհանրապես եկեղեցու գործերին։